չեմ հասկանում ինչի են ասում մի ասա քո տարիքը դու կին ես պետք չի տարիքը ասել զարմանալի բան է դա տարիքը ոչ մի դեպքում խոչընդոտ չէ տարիքը խոչընդոտ չէ ոչ մի դեպքում կարևորը որ փորձես այդ տարիքում լինես առողջ եւ հետաքրքրասեր չվախենանք մեր տարիքից մեծահասակները ես կարծում եմ ազատ չեն իրանք անկախ չեն իրանց կյանքում բոլորը պատկերացնում են այսպես որ պետք է գա ժամանակ եւ ես բարվեմ թորներով ընտանիքով միայն թորներով եւ ընտանիքով չեմ կարծում որ դա ճիշտ է առաջի հերթին մեր տարիքի մարդկանց անկախությունն է ամենակարևորը եւ դա է մենք ինչ պիտի վաստակենք երիտասարդ տարիներում լինի անկախություն էմոցիոնալ ֆիզիկական ֆինանսական եւ շատ ուրիշ տեսակների օրինակ ասենք թե առողջական անկախությունը ֆիզիկական անկախությունը ուրեմն մենք պետք է երիտասարդ տարիներից ապրենք առողջ ապրելակերպով, որ հետո մեծ հասակում երեխաներին ոնց որ ասում են բերչը դառնանք եւ կարողանանք եւ ճանապարհորդենք եւ աշխատենք նույն բանը մնացած բան է էմոցիոնալ ասենք թե մենք պետքա այդ աստիճանի կախված չենք մեր երեխաների ցանկություններից այս տարիքից ինչ որ հաճույքներ եւ երբ որ երիտասարդները չեն թույլ իհարկե իրանք մտածում են հանգած մի բան չպատահի բայց ի վերջով դա մեր կյանքն է պետք է մենք փոքրուց իրանք սովորացնենք որ մենք մեր կյանքով մենք ունենք մեր հնարավորությունները մեր կյանքի իրավունքները տնօրինելու այո մեր ժամանակը մանավանդ այս տարիքում եւ հակառակը երեխաներին միգուցե պետք է ավելի շատ անկախություն տալ փոքր տարիքից դա է մեզ պակասում եթե մենք իրանց պահում ենք լրիվ մեր հսկողության տակ իրանք է որ մեծանում են մեզ փորձում են իրանց հսկողության տակ պահել այդ ծնողներից անջատվելու գործոնն է որ Այո, արտասահմանում այդպես բան չկա, իրանք շատ ավելի իրարից ազատ են։ Չի նշանակում, որ չեն սիրում, չեն հարգում, ոչ։ Ուղղակի թողում են, որ ապրեք, ոնց որ ուզում եք։ Ձեր ընտանիքն է, ձեր հարազատներն էլ սովոր են ձեր կենսակերպին եւ որևէ անհանգստություն չունեն, ուղղակի սպասում են նոր նվերներին ամեն օր երկրից։ Այո, անպայման։ Իհարկե ամուսինս մենք միասին ենք ճանապարհորդում, բայց ինքը չի սիրում էքստրեմալ տեղեր գնա։ Իսկ ես սիրում եմ դրա համար եթե մենք գնում ենք ասենք թե եվրոպական երկիր հանգիստ ինչ որ ծովաբան միասին ենք իսկ եթե ինչ որ հետաքրքիր տեղ է լինում ինքը չկայս ես եմ գնում մենակ անհանգստանում են այդ ինտերնետով նայում են ինքնաթիռը իջավ ինքնաթիռը բարձրացավ եւ այլ բայց ամեն ինչ նորմալ է մեր իրականությունում հաճախ առերեսվում ենք դեպքերի երբ զավակները ինչ որ կերպ իրավունք են իրենց վերապահում հոգատարությունից ելնելով իհարկե ծնողներին թույլ չտալ կամ անհանգստանալ որովհետեւ նրանք անգամ Երևանում ինչ որ միտեղ գնան 60 անց ծնողներին 70 անց ըստ ձեզ սա մշակութային ինչ որ խնդիր է թե ծնողներից է հնարավոր է սա վերանայել որովհետեւ ի վերջո մշակութային այս փոփոխությունն անել որտեղ ինչպես դուք նշեցիք հենց 70-ից 80-ից հետո այն մարդիկ ճամփորդում ի վիճակի են լինում եւ ցանկություն ունեն Ինչպես է հնարավոր սա ասես հաղթահարել Ես կարծում եմ այո սա մշակութային խնդիր է Ինչ է հարկավոր 60-ից 65-ից հետո հայ մարդուն անկախ մասնագիտությունից Անկախ մասնագիտությունից այդպես են ասում որ ծերությունը կամ մեծ հասակ ասեմ ծերությունը ինչ որ են բառը չի Մենք ասում ենք ավակ սերունդ ավակ սերունդի հասանելի կյանքը մենք ստանում ենք երիտասարդ տարիքում այսինքն մենք վաստակում ենք դա երիտասարդ տարիքում Ես մեկ պատկերացնում եմ ինչ կասեի ես հիմա մեր երիտասարդներին ինչ անեք որ հետո մեծ հասակում դուք վայելեք ձեր կյանքը, հա, այդպես։ Առաջի հերթին իհարկե փորձեք վաստակեք այդ անկախությունը։ Այսինքն վատներ ժամանակը անպետք բաների վրա, օրինակ անպետք կապերի վրա մարդկանց հետ մենք շատ մարդկանց հետ հարաբերություններ ենք ունենում Եվ հետո ժամանակ անց դրանք բոլորը ծրվում են, գնում են եւ բարձում է որ մենք ուղղակի ժամանակ կորցրեցինք պետք չէր։ Ու շատ իժինես այդ դրա հետ։ Շփումների հետ, այո։ Իհարկե մենք պետք է անպայման
գիտելիք ինչքան հնարավոր է, ու ոչ միայն ուղղակի գիտելիք, որպես այդպես լցնենք մեր մեջ, այ հասկանալով, մտածելով, վերլուծելով, ինձ թվում է առաջի թերությունը մեր մոտ մեզ երիտասարդների մոտ, ես նաև հիմա դասավանդում եմ, դրա համար եմ ասում։ Հա, այն է, որ ամեն ինչ շատ մակերեսային է, մի քիչ խորը լինենք, այդ մենք ամեն ինչ անում ենք ապագայի համար, երիտասարդ տարիքում մենք անում ենք, որ հետո եւ ֆինանսապես կախված չնենք մեր երեխաներից եւ էմոցիոնալ ամեն ձևի կախված չնենք եւ ասում են, որ մարդիկ 4-5 տարի մեկ կտրուկ փոխվում են։ Այդ գիտնականներն են այդպես գտե, որ մարդը շատ հաճախ, իհարկե հիմնական բաները միգուցե չեն փոխվում մարդու բնավորությունը, բայց շատ բաներ փոխվում են։ Եվ մենք ասենք, թե չվախենանք այդ փոփոխություններից, անդադ փոփոխվենք։ Հա դե ինչ անենք, հիմա մեր մարմինը փոխվում է։ Միգուցե դա ինչ-որ ձևի կանդրադառնա մեր մտածելակերպի վրա, մի քիչ կփոփոխվենք, չվախենանք դրանից, համակերպվենք դրա հետ։ Մեր առաջին հանդիպման ժամանակ դուք շտապում էիք մի աշխատավայրից մյուս աշխատավայրը։ Այո, այդպես էր։ Խնդրում եմ, որ ներկայացնեք ձեզ եւ ասեք քանի տարեկան եք եւ ինչ աշխատանքային գրաֆիկ ունեք այսօր ծանրաբեռնվածություն։ Այո, իհարկե, ես 65 տարեկան եմ, իմ անունը Մարիամ է։ Աշխատում եմ Քանաքերզեյթուն բժշկական կենտրոն, բժշկական համալսարանի նյարդաբանական ամբիոնում, նյարդաբանության ամբիոնում։ Նյարդաբան եմ, էլեկտրոֆիզիոլոգ եմ եւ հիվանդներ եմ նայում եւ էլեկտրոֆիզիոլոգիական, այսինքն հատուկ ուղեղի քննություններ, էնցեֆալոգրաֆիա, էլեկտրոմիոգրաֆիա, այդ բոլորն եմ անում։ Եվ այդպես ստացվեց, որ ժամանակները փոխվեցին եւ ես աշխատում էի մի տեղ, հիմա աշխատում եմ երկու, մեկ նույնիսկ երրորդ տեղից են կանչում։ Այդպես որ մենք հանդիպեցինք մի տեղից մյուս տեղ գնալու ճանապարհին։ Շտապելուց, այո։ Բժիշկ արդեն թոշակի տարիքին մոտենալուն պես ուժերը քչություն են անում, էներգիան պակասում է, թե նույն թափով, նույն ոգևորությամբ կարող եք աշխատել։ Ֆիզիկական հոգները իհարկե միգուցե ոչ, բայց այդպես մենտալ հոգնություն, այսինքն արդեն այն չի այդպես չես ձգտում ամեն ինչ իմանաս ոնց որ առաջ։ Ես առաջ հիշում եմ այդպես րոպեներ, որ ես տեսնում էի հիվանդին, չէի հասկանում ինչ է իր մոտ եւ արագ փորձում էի վազեմ, գնամ տուն, ասում էի շուտ տուն հասնեմ, կարդամ, տեսնեմ ինչ է այդ մարդու մոտ արդյոք։ Հիմա այդ մեծ հետաքրքրությունը մի քիչ պակասել է։ Որովհետեւ գիտեք, բժիշկ, փորձառությունը թույլ է տալիս։ Միգուցե շատ ավելի, միգուցե, բայց ամեն դեպքում արդեն ոգևորությունը այն չի, ոնց որ առաջ։ Այդ կասեի մենակ։